Ողջույն, սիրելի քաղաքացիներ, սիրելի ընկերներ, ես ներողություն եմ խնդրում ուշ ժամի եթեր միանալու համար, ուղղակի չէր հարմարվում ավելի շուտ, եւ պիտի շատ խնդրեմ ձեզ բոլորիդ, որպեսզի այս եթերը դիտեք, տարածեք, եւ հատկապես առաջին հատվածը կխնդրեմ, որպեսզի ամենալայն ձևով տարածվի, իսկ առաջին հատվածը վերաբերվում է մի դեպքի, որը գուցե թե բոլորս տեսել ենք, բայց կարծես հավուր պատշաճի չենք ցանկանում վերաբերմունք ցուցաբերել։ Ես նշել եմ, ինչպես նկատել եք, նշում եմ Հայաստանի Հանրապետության կառավարությանը, նշել եմ Մարդու իրավունքների պաշտպանին եւ նշել Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, անկեղծ ասած, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, չգիտեմ նման դեպքով էլ ում պետք է նշել եւ սա նույնպես թերություն է, որովհետեւ քաղաքացիները տեղյակ չեն նման դեպքերում ում նշել։ Ես կարող եմ իհարկե 1-2 զանգով ճշտել, վաղը հենց դա էլ կանեմ հարմար ժամի, բայց այս պահի դրությամբ ինքս չգիտեմ, ուր մնաց թե քաղաքացիները իմանան եւ սա հենց առաջին խնդիրն է։ Հիմա ես կմիացնեմ եթեր, որը բոլորս տեսել ենք, բայց մեկնաբանել ենք այլ կերպ, ուշադրություն չդարձնելով թերևս առավել կարևոր հատվածին, եւ ես խնդրում եմ այս կառույցներին, ում որ նշել եմ, եթե կարող եք փորձեք օգտակար լինել, եթե ձեր ոլորտում չի, ձեր տիրույթում չի, ապա շնորհակալ կլինենք, եթե մեզ ուղղություն ցուցադրեք, բայց այնուամենայնիվ խնդիրներից մեկին, որը վերջում կասեմ, այս հատվածի վերջում կասեմ, բոլորս միասին ունեմ առաջարկ ամեն դեպքում։ Եկեք բոլորդ էլ հիշում եք մեր ձևով շարժումը, Ժորժ ջան, երբ եղավ հանրահավաքը, այս վերջին մի 2-3 օր առաջ, եթե չեմ սխալվում, այսպեսի մի տիկին էր Արցախից իր ներկայացնելով, ով եկել էր հանրահավաքին ու ներկայացնում էր հետևյալ խնդիրը, գուցե նա սխալ վայրեր ընտրել հանրահավաքի գալու եւ իր հարցերի լուծում ստանալու, բայց սա նույնպես չիմացության արդյունք է եւ ես նրան չեմ առանձնացնում ինձնից ու ոչ մեկից, մենք շատերս չգիտենք թե ինչպես է պետք նման դեպքում վարվել։ Եկեք միասին դիտենք։ Աշխատանք գտել եք։ Գտած եմ եղել, հենց աշխատել եմ Արխիվիցայում, ինձ հանեցի։ Արցախում ես տենց էի աշխատում, ասեցի Արցախի ես, ասում եմ գնալ եմ բողոքի, ամա որտեղ ուզում ես գնալ, Փաշյանին ես գնալ բողոքես։ Հետո ինչ կանգնեցին, չթողեցին բողոքել։ Այսինքն դուք Դաշնապետարանում աշխատում եք, դες հանեցին աշխատում գնացել, հարմավիր դից հանեցի, որ ես Արցախի եմ։ Բայց ցավ գործը համարյա բանը ես եմ արել։ Լավ աշխատել եմ, բայց ուղղակի արցախցի լինելու համար հանել են աշխատանքի ասացի։ Ես Գազարյանի մոտ եմ գնացել օգնական արտադրության։ Ինքը դրանց ասաց։ Ամա գնում եմ գնացել գնում Փաշյանի մոտ, ամա գնալ։ Բայց դուք գիտեք չէ՞ որ Դաշնապետարան Սամվել Կարապետյանի։ Գիտեմ, ես եկան աղոթի մարդ որ դուրս գամ ու դիկանամ իրան ասել որ դες բանակատարում։ Աշխատանք գտել եք։ Հասկացաք երևի, ցավոք ձայնագրությունը ցածր է, բայց իմ կարծիքով լսելի էր։ Արցախցի տիկին է, ով այստեղ աշխատել է Տաշիր պիցայի ցանցում եւ նրան ըստ իր ասելու հեռացրել են աշխատանքից եւ չգիտեմ նրա աշխատանքային ինչ մթնոլորտ է եղել ինչ գործողությունների արդյունքում ինչի համար այնուամենայնիվ խոսքի մեջ նրան իր ասելով ասել են որ հա հենց նրա համար որ դու արցախցի ես եւ հեռացրել են արցախցի լինելու համար Տիկինը որոշել է, կարծել է, որ գալով այլ հանրահավաքին, չգիտեմ ինչու, գուցե նրան մոլորեցրել են ու ասել են, այ եթե գաս մեր հանրահավաքներին, կունենաս հնարավորություն տեսնելու եւ քո խնդիրը բարձրացնելու։ Չգիտեմ, սա նույնպես հետաքննության կարիք ունի երևի հարգելիներս, այնուամենայնիվ հասկանում եք երևի խնդիրն ինչումն է կայանում։ Եվ սույն տիկնոջը խնդրեմ հետեւյալը հարգելիս ես նախ ներողություն եմ խնդրում որ ստիպված եմ այս տեսանյութը որը որ հրապարակվել է հանրային տիրույթում կա վերահրապարակել մեկ այլ ձևակերպմամբ եւ եթե դրանով ձեզ անհանգստություն եմ պատճառում ապա միանգամից ներողություն եմ խնդրում այնուամենայնիվ իմ նպատակը դա չէ ես խնդրում եմ որպեսզի դուք ձեր խնդիրները լուծեք մի փոքր այլ կերպով եւ ես ինքս լավ չեմ պատկերացնում ինչ է հնարավոր անել, այնուամենայնիվ սրտանց պատրաստակամություն եմ հայտնում ձեզ օգնելու ոչ թե փոխարենը ինչ որ հանրահավաքների տանելու կամ ընտրությունների համար ինչ որ մեկի օգտին ձայն խնդրելու համար, այլ պարզապես որպես քաղաքացի։ Եվ խնդրում եմ, որպեսզի դուք զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով, եթե կտեսնեք այս տեսանյութը 091 53 33 25 Դա իմ անձնական հեռախոսահամարն է, խնդրում եմ զանգեք ժամը 2-ից հետո աշխատանքային օրերին, որպեսզի ես ունենամ հնարավորություն պատասխանելու զանգին։ Տեսեք, ես կարծում եմ, որ
կարելի էր դիմել մարդու իրավունքների պաշտպանին եւ ինչ որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, որովհետեւ սա հարց է։ Այդ հարցերով նախարարությունն ասա հարց է եւ հարգելի կառավարություն պետք է ասեմ սա միակ դեպք չի ցավոք սրտի հատկապես 20 թվականի նոյեմբերի 9-ից սկսած շատ քաղաքացիների գործերից աշխատանքից հեռացնում էին քաղաքական գաղափարակից չլինելու միտինգների չմասնակցելու ես ինքս բազմաթիվ զանգեր այդ շրջանում ստացել եմ ցավոք սրտի ես զբաղվածությունը չի բավարարել որպեսզի ես ինքս ձեզ բոլորիդ ձեզ տեղեկացնի որ նման հարցեր կան հիմա չգիտեմ կգտնեմ թե չէ բայց կարծում եմ որ եթե լինի հայտարարություններ պետական մակարդակով քաղաքացիներ կլինեն ովքեր կմոտենան եւ կասեն թե ինչա պատահել իրենց հետ ինչպես է պատահել շատերն են այդ շրջանում հատկապես աշխատանքից զրկվել քաղաքական դրդապատճառներով ներեցեք Այստեղ կան որոշ լկտիներ Հիսուս Քրիստոսի նկարով քֆուրներ գրողներ ես շատ գիտեմ ինչեր անողներ սրանց վերացնենք որովհետև ցավոք մեր հասարակության ներկայացուցիչներ են սրանք ունենք այդպիսիք նույնպես Եվ գիտեք հարգելիքներս ես հույս ունենալով որ դուք կդիտեք այս եթերը խնդրում եմ ձեզ մի փոքր հեշտացնել եւ չթողնել քաղաքացու վրա այս բանը որովհետեւ նրանք ինչքան էլ որ մասնավորի մոտ աշխատելուց հետո բոլորս ենք չէ գիտակցում եթե գնան դատարան ինչ որ կերպ ապացուցեն որ իրենք ամենն էլ եւ այլն մի խոսքով անգամ եթե վերականգնվեն միևնույնն է տվյալ մթնոլորտում դժվար կլինի աշխատելը ուստի ունեմ խնդրանք ստեղծել մեկ հեռախոսահամար հրապարակել մեկ հեռախոսահամար ցանկալի կարճ հեռախոսահամար եւ քաղաքացիները ովքեր որ անարդարացիորեն կհեռացվեն իրենց աշխատանքներից խոսքս մասնավորի մասին է այդ դեպքում հստակ զանգ անեն եւ զանգով ներկայացնեն իրենց խնդիրը տվյալ պահին որովհետեւ սա հավելյալ քաշքշոկ է առաջացնելու հիմա ես ինքս իմ հեռախոսահամարը թողել եմ որ արցախցի մեր մորակրոջ այսպես ասեմ, հա, տարիքը հաշվի առնելով, փորձեմ օգտակար լինել, բայց անգամ ինքս չեմ հասկանում, որտեղից է պետք լինելու սկսել, ու գրեթե վստահ եմ, որ ցանկացած կառույց մոտենալուց ամեն մեկը որոշելի է, որ դա իր տիրույթում չի, ու դժվար թե կարողանանք համապատասխան հարմար աշխատանք գտնել կամ վերականգնել աշխատավայրում, հա, բայց տեսնում ենք, որ մարդուն կոնկրետ բուլինգի են ենթարկում, կոնկրետ սահմանափակել են նրա իրավունքները իր պատմածով, եւ նրանք կարողացել են ինչ որ կերպ բերել այս հավաքին։ Սա խնդիր է Եվ հույս ունեմ, որ կկարողանանք օգտակար լինել։ Եվ այս տեսակ խնդիրներն են դարձյալ հույս ունեմ, որ կառավարության նիստում կքննարկվեն եւ քաղաքացին մոտավորապես փորձի հասկանալ ինչպես կարելի է վարվել, որովհետեւ գնալ դատական ճանապարհով, դա գիտեք, որ շատ երկար ճանապարհ է, այդ ընթացքում քաղաքացուն դեռ մի հատ էլ աշխատանք է պետք լինում, եթե տեղավորվի նոր աշխատանքի բահանում, եթե վերականգնվի, ինչա պատահելու, եւ այսպես շարունակ, հա, ասենք Հայաստանում կան մասնավոր բիզնեսներ, որտեղ որ այո քաղաքական դրդապատճառներով հեռացնում են մարդուն աշխատանքից, կամ ստեղծում են դիտավորյալ այնպիսի պայմաններ, որ քաղաքացին չցանկանա աշխատել, սրանք խնդիրներ են եւ սոցիալական լուրջ խնդիրներ են, խնդրում ենք մատների արանքով չնայել եւ հարցերի լուծումը չթողնել միայն քաղաքացու իմացության, գիտակցության հնարավորությունների վրա, այլ փորձել ինչ որ կերպով պաշտպանել եւ սատարել եւ այդ պաշտպանելն ու սատարելը հնարավորինս ավելի հասանելի դարձնել եւ ավելի հեշտ դարձնել, հա, ասենք մեկ զանգով կամ մեկ նամակով կոնկրետ մի վայր, կոնկրետ մոտենա մի պատուհան չգիտեմ, ինչ որ կերպ։ Իսկ մեր հարգելի արցախցի մորակրոջը ասեմ հետեւյալը։ Տեսեք, դուք ձեզ ոնց են խաբել ու ինչ են ցանկանում ձեզանից ստանալ։ Եվ խնդրում ենք, որպեսզի դուք վստահ լինեք, որ մենք ապրում ենք պետությունում եւ այնպիսի պետությունում, որտեղ որ հնարավոր է իրավունքները վերականգնել Եվ կրկին ու կրկին խնդրում եմ զանգահարել ինձ տվյալ հեռախոսահամարով։ Դուք այդպիսով ոչ մի բանի չեք հասնելու, ձեզ երկրորդ անգամ են արդեն խաբում։ Սա շնորհակալություն, եթե լսելն ու քննարկման առարկա դարձնեն, ինչու ոչ նաև падգամավորները նույնպես։ Ես շատ տեղյակ չեմ այս ուղղությամբ ինչ աշխատանքներ կան, ուստի երևի թե կարճ խաբեմ այս մասով, ինչ որ հավելյալ չփիլիսով բայեմ, չգիտեմ։ Ես ներկայացրեցի ինչ խնդիր է եւ խնդրում եմ որպեսզի այդ հարցին հնարավորինս լուծում տրվի եւ նմանատիպ հարցերը ունենան ավելի հեշտ լուծման ճանապարհներ։ Հիմա թույլ տվեք ժողովուրդ ջան, երկրորդ տեսանյութ հրապարակել, սա արդեն մեզ համար, հա, մեզ համար ես կխնդրեմ նաեւ ձեզանից ովքեր որ ունեն հնարավորություն այս առաջին հատվածը առանձնացնել, այդպես նույնպես տարածեն, նշելով նույն գերատեսչությունների։ Եվ Գյումրիում այսպեսի մի քաղաքացի կար Սա արդեն մեզ համար զրուցում ենք մեր եթերի շրջանակներում ինչպես միշտ։ Ահա, եկեք հիմա սա դիտենք, որը նույնպես տեսել եք վստահաբար։
Կներեք, Շմի պազերո Ինչ վարչապետը ինչ է փոխվել լենագանցոնց կյանքում նյութական ոչ մի պազերո Քուջան Էլենա ես երջանիկ մատու տեսք ունի Իրեկադերը խանունին պատի խանինքերեն են կեսը մնացել է Թոշագարու եմ ցեմա, երրորդ կարգի հաշման տամ եմ վայենի թոշագարու եմ ցեմա, ստացածը 50,000 է իրեկա դերեխա կպան, այդ որ ճշտով, անելմատ վարդան ուգասյանը կարել եմ մեկ սոված կմենայք բանը պետք էր կուկայք կսեիք մեծ աղպեր, մեկ 10,000 եմ տաս յոլա էշտան, մեկ 20,000 եմ տաս, մենակ երջել իքսետ պես մարդի, մենք այցելնի քաղաքապետարանից ուգասյանի վարդով, ամեն օրերի վարդը երբ որ եղել եցենք, տոն եղե ինչ եղա ամեն մեկից ինչ-որ մի բան տվել են, երել են, մենք մեր կաշվի վրա չենք զգարում ենք լավ կաբրինք, ինձ ճիշտ հասկացեք, իսկ ինչ որ վերաբերել արտակ ուղղացյանի տանելը, ադիգ ռեպրեսիա է, դու չենք թույլատրելու, երբեք, թող հիշեն Ավետիսյանների ընտանիքի պատմությունը, 7 օր մեռան, Ռուսաստանի տեսփանատան թեմը 158 տեղուց ծելի Հայաստանի Հանրապետության ոստիկանությունները բարեկը չկարնացան, մենակ մարդու Գրիգորյանները եկավ տորմուզելով, սաղը դիք գիտեք, չեն են ամենս որ նորից նույն բանն եղնի, ստեղից է գնացել դարի, ամենս չենի ստեղից է վաղճանն եղնի, հանգես թոնան ես մարդուն թոնան աշխատի հասկնակ իշկեր է, եկել եք շապես է, դեպից որ ինչ, բանը կսե կողական պարկ էր, կսե աճոտ է կողական պարկ է, պատասխանատվություն է կողական պարկ չէ, բե ինչ է նույն բանն է տարբեր կարշոքներում, Ոշեն մարչեն եկան որ ուգասյանին է տանել է, բացարված բան է, մինչև վերջ տո, չկա պատճատ յաբորին եք է պագել եք հակապետան չեն կրնամ էդ մին։ Ջորջան, ես հիմա մեր եթերի երկրորդ հատվածում ուզում եմ զրուցել այս ինձ շատ անծանոթ տղայի հետ, քաղաքացու հետ, եւ շատ եմ խնդրում բոլորիդ, եւ խնդրում եւ պահանջում բոլորիդ, որպեսզի վիրավորական որևիցե արտահայտություն չլինի։ Խնդրում եմ եւ հույս ունեմ, որ իմ խնդրանքը չեք մերժի ձեր գործողություններով։ Ուրեմն, հարգելի քաղաքացի, նախ սկսենք նրանից, որ երևի թե դուք Գյումրիում շատ չեք շրջում ու չեք տեսել Գյումրու փոփոխությունները, որովհետեւ ես ապրելով Երևանում, շատ ավելի հազվադեպ լինելով Գյումրիում, շատ լավ եմ տեսնում փոփոխությունները։ Երրորդ կարգի հաշմանդամ լինելը դեռ չի բացառում աշխատելու ունակությունները։ Աշխատեք հարգելիս։ 3 երեխա ունեք, խալի են կրծում, բայց դուք զինվորական եք եղել ասում են։ Բա զինվորական ըստ երևույթին եղել եք նախկինների ժամանակ։ Իսկ հիմա, օրինակ, Նիկոլ Փաշինյանի օրոք շատերը կարող են զինվորագրվել, սկսել զինվորական ծառայություն, աշխատանք եւ շատ լավ պայմաններ ունենան։ Շատ լավ, ծրագրեր եւ այլն։ Ու գիտեք, այ հենց դրա համար չենք ուզում ձեր վարդանիկանոմանների վերադարձը, որովհետեւ ապագայում եւս մեկը մի զինվորական երբեմնի երրորդ կարգի հաշմանդամ չկանգնի ասի երեխեքս սոված են։ Ես ճանաչում եմ դեռ 44 օրյայից հաշմանդամ մնացած շատ զինվորների, ժամկետային զինծառայողների, ովքեր որ բանակից հետո եկել են երրորդ կարգի հաշմանդամությամբ աշխատում են։ Եվ աշխատում են ամենատարբեր ոլորտներում։ Ֆիզիկական աշխատանք նույնպես անում են։ Իհարկե դա ցանկալի բան չի։ Բայց ես չեմ կարծում, որ հայ տղամարդը ով 3 երեխաների հայր է, եթե նրանք անչափահաս են առավել եւս, երրորդ կարգի աշխատանքությունը կարող է նրանք խոչընդոտել աշխատանք գտնելու հարցում։ Ամեն դեպքում ես ձեզ նույնպես խորհուրդ կտամ գնալ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն կամ ձեր տեղամասը եւ ներկայացնել ձեր կարգավիճակը եւ ասել, որ փնտրում եք աշխատանք։ Ես սա եղբայրաբար եմ ասում, չկարծես հանդիմանում եմ կամ փորձում, չէ, գուցե տեղյակ չես, դրա համար փորձում եմ քեզ օգտակար լինել։ Տես հարգելիս, կգնաս այնտեղ, կներկայացնես քո կարգավիճակը ու կասես, որ ուզում ես աշխատել, ոչ թե ուզում ես, որ քեզ փող տան, որ դու ապրես, այլ դու ուզում ես աշխատել համապատասխան աշխատանքով։ Ու եթե հանկարծ կմերժվես, ես ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, իմ հեռախոսահամարը ես արդեն նշեցի, ինձ հետ կապվել է բացարձակ դժվար չի, կապվում եք ինձ հետ, հարգելիս, ասում ես, ես գնացել եմ,
ասել եմ, ստացել եմ բացասական պատասխան կամ մերժում, ասել են, որ իմ հավեսը չունեն կամ չգիտեմ ինչ-որ մի պատասխան, փոխանական թռիչ գնալու, եւ ես քեզ խոստանում եմ, դրանից ճիշտ ժամ 20 րոպե հետո ես կլինեմ Գյումրիում ու միասին կմտնենք տվյալ կառույց։ Լավ։ Ես չեմ ուզում ուրիշ բաներ խոսել, դրա իրավունքն էլ չունեմ։ Դու քո պատկերացումներն ես արտահայտել, չնայած պիտի ասեմ, որ շատ մեծ մտածելու տեղի կատարության հանգամանքը, թե ինչու էր Մարտունը եկել բարեխոսում, մենակ Մարտունը, որ դուք զորամ ռուսական չաստից էսյան գայք։ Շատ հետաքրքիր է։ Այդ ինչ ասեց, որ այ Արոնն աշկերից գնացել եք, բայց Արոնը աշկերիցը թողեց ու դուք եկաք։ Ինչ վերակենդանացան են 7 հոգի։ Եկավ ասեց վերակենդանացել են եկեք հետ գնանք։ Չէ, ես բնակ բախումների կողմնակից չեմ եղել այդ ընթացքում, խնդրում եմ ինչ ճիշտ հասկացեք։ Այնուամենայնիվ, կարծում եմ դու, եթե առավել ևս զինվորական ես, պիտի փոքրիկ նյուանսներ կան հաշվի առնել, բայց եթե դու այս տարական բաները չես հասկացել, կարծում եմ, որ թույլ կարծել, որ գուցե այնքան էլ գրագետ մարդ չես, ոչինչ, ես էլ շատ բաներում գրագիտությունից թույլ եմ ամեն դեպքում։ Ինքս նոր եթերի ընթացքում մի բան էի ասել, որ չգիտեմ դրա պատասխանը որտեղ փնտրեմ, դիմել եմ քաղաքացիներին։ Իսկ երբ որ քեզ տալիս էր Վարդան Ղուկասյանը մի 10-20 հազար լավ թեք ուզեմ, ասում իր մեծ ախպեր, օգնի երեխեքը խալի են ուտում։ Այդ վաղ որ տալիս էր, փորձել ես ճշտել, ինչ գումար էր, իր աշխատավարձից էր բաժին հանում քեզ։ Հա? Որտեղից իրան այդ գումարը, որ տալիս էր քեզ, որպեսզի դու ձայնդ կտրես կներես իր պատկերացումով, որովհետև նա վերջերս այնպեսի արտահայտություններ արել ձեր հասցեին, որ էլ ասելու չի։ Բայց ես չեմ կրկնի նրան, որովհետև այդ մակարդակի չեմ, ու ի տարբերություն նրա ես հարգում եմ իմ բոլոր քաղաքացիներին ու նրանց իրավունքները։ Ու ինչ գումար էր տալիս քեզ, որ իր աշխատավարձից էր, ինչ որ միջոցառում էր լինում, ըստ քեզ էլի մարդիկ էին լինում։ Բոլորին տենց աշխատավարձն էր հանում բաժանում, հա։ Իսկ ինչ կլինի, եթե ես քեզ հուշեմ, որ դա ինձնից գողացած գումարներ քեզ տալիս։ Ինչ կլինի, եթե ես քեզ հուշեմ, որ նա հենց քեզնից գողացած գումարներ տալիս։ Իմիջայլոց եթե չես ընկալում, թույլ տուր չչարաշահել եթերով մեր հետևորդների համբերությունը եւ այլ կերպ ըմբռնված չլինելու համար ես պատրաստ եմ քեզ մանրամասնել, հիմնավորել ու մեկնաբանել, թե ոնց են հենց քեզանից գողացածը տվել քեզ։ Քո երեխաներից գողացածը տվել քեզ։ Ընդ որում դրա շատ քիչ տոկոսը, չնչին տոկոսը։ Հարգանքներս Դանեցկից մեր Արա Ավետիքի Հովանեսյանին։ Հասկանում ես, հարգելիս։ Եկեք փորձենք այլ կերպ դիտարկել հարցերը։ Եվ այո, ես չգիտեմ քո կյանքը ոնց է դասավորվել, քո արտաքինը եւ մտքի թռիչերը կան ինձ թույլ է տալիս կարծելու, որ այնքան էլ լավ չի ստացվել, իմն էլ լավ չի ստացվել, իմ արտաքինը երևի թույլ տալիս է քեզ կարծելու դա, բայց ես բացառվում եմ, որ թույլ տամ, որպեսզի իմ պետությունը ընկնի դարձյալ այն օրը, ինչի միջից մենք դուրս ենք գալիս։ Դա բացառվում է։ Այնպես որ լավ կլինի, ասես բոլորով սիրուն հաշտվեք իրականության հետ, գնաք փորձել օգտվել մարդու այն օրգանից, որը Աստված տվել է մտածելու համար։ Եվ կրկին եմ ասում, կրկին ու կրկին, եթե կգնաս տվյալ ձեր տարածքի սոցը, կներկայացնես քո կարգավիճակը, ու եթե նրա այնտեղից կստանաս կտրուկ մերժում, դու կարող ես կապվել ինձ հետ, եւ որ պահին կապվես, դրանից 1 ժամ 20 րոպե հետո կանգնած կլինեմ Գյումրիում։ Գիտես ինչու այդքան շուտ։ 20 րոպե դեմ ինչեւ հագնվեմ բան դուրս գամ տնից կամ կարող անհարմար պահի զանգես, 1 ժամ ինձ բավարար է, որովհետեւ Երևան-Գյումրի ճանապարհը կառուցված է։ Գիտես ինչու է կառուցված։ Որովհետեւ ներկայիս իշխանությունները ոչ մեկի փողը չեն ծամում ու հետո մի 10-20 հազար տալիս մեզ, որ մենք յոլլա գնանք։ Հասկանում ես եղբայր։ Շատ ավելի լավ է լինելու ամեն ինչ քո երեխաների ապագան է թվում, բայց դու փորձիր աշխատել։ Հիմա գանք Կտրիչ Ներսիսյանին։ Մարդ, ով առաջիկայում շատ շուտով ռադը քաշելու է եւ իր բացակայությամբ մաքրելու է Հայաստանի Ծառայկելական Սուրբ Եկեղեցին։ Բայց ես չեմ ցանկանում, որպեսզի դա միայն իր հետ պատերի։
Քանի որ որոշում է կայացվել Տեր Արամին կարգալույց անելու, նախ ես ասեմ, որ ինչպես աջակցել, այդպես էլ աջակցում եմ Տեր Արամին, եւ եթե ես եթերը կդիտի Տեր Արամը պատահաբար, թե ցանկությամբ, թող իմանա, որ երբ որ նա ցանկանա որևիցե գործողություն իրականացնել ժողովրդավար երկրին հարիր օրենքներով բնականաբար, ես ամեն վարքյան կարող եմ կանգնած լինել իր կողքը եւ մասնակից լինել որևիցե ակցիայի, որևիցե գործողության, որը կկազմակերպի ինքը։ Այնուամենայնիվ, ես որպես քաղաքացի ուզում եմ ասել, անել հետեւյալ հայտարարությունը։ Կտեշ Ներսիսյանը կգնա, դա խնդիր չի։ Եվ երբ որ կհաստատվի նոր կազմ եկեղեցում, ես միանգամից ի սկզբանե դնեմ այս պահանջը, որպեսզի հետագայում հավելյալ բաներ չլինեն, ես ունեմ պահանջ, որպեսզի բոլոր այս Կտրիշ Ներսիսյանի ընթացքում, կառավարման ընթացքում կամ զավթման տարիների ընթացքում, ովքեր որ այն եկեղեցու ծառայողները, ովքեր որ կարգալույծ են եղել, նրանց բոլորի գործերը վերանայվեն եւ նրանք վերականգնվեն իրենց ցանկության դեպքում, վերականգնվեն իրենց ծառայությանը։ Սա պետք է լինի առաջնահերթ պահանջներից մեկը, որը պարտավոր կլինի իրականացնել այն կաթողիկոսը, ով որ կընտրվի հավատացյալների կողմից։ Երկրորդ պահանջը, ես չեմ ցանկանա, որ միայն Կտրիշ Ներսիսյանը լքի իր զավթած գահը, լուսավորչի գահը, այլ բոլոր այն սատանայի ծառաները, ովքեր որ քվեարկել կամ հանդես են եկել այս որոշման կողմից։ Եվ որևիցե պատճառաբանություն, թե վախեցել ենք, թե կարող է մեզ բան անել, թե կամես, թե կամեն, չի կարող արդարացնել ձեր գործողությունները, որովհետև դուք վախենալով կորցնել ձեր աշխատանքը, չեք ցանկացել վախենալ կամ հարգել ձեր իսկ Աստծո խոսքը։ Դուք դավաճանել եք եկեղեցին ձեր անձնական շահի համար, շահադիտական նկատառումներով։ Ձեզանից ոչ ոք չի լինելու եկեղեցում, բոլորդ եք մաքրվելու, բոլորդ։ Ես չեմ ասում, թե պարտադիր է բոլորդ լինեք ԱԱԾ-ի պատվալում, չնայած ինձ դա քիչ է հետաքրքիր, թե դուք որտեղ կլինեք, այնուամենայնիվ ամենահետաքրքրող հանգամանքն է, որ դուք չլինեք եկեղեցում։ Իհարկե, ձեր ցանկության քաղաքացիական հագուստով գուցեև ոչինչ որ գնաք գաք, ես չեմ կարող արգելել ձեր ներկայությունը եկեղեցում Աստծուն աղոթելու համար, բայց չեք կարող դուք ծառայել եկեղեցում։ Դուք կգնաք ու կշարունակեք ծառայել ճորտի նման ձեր ցնդած ծերուկին, ով վաղուց մոռացել է, թե Աստված որտեղ է գտնվում, ով վաղուց մոռացել է Աստված ինչ է ասում, ով վաղուց մոռացել է ինչ է նշանակում հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցի։ Այո, Աստծո առաջնահերթներից է, առաջնահերթերից։ Եվ այդ ամեն ինչի ժամանակը շատ մոտ է, ամեն օր ավելի է մոտենում։ Եվ ընդդիմադիրներին ու բոլոր այն գործիչներին, պսևդոգործիչներին, ովքեր որ շատ եւ բոլոր լրագրողներին, ովքեր շատ երջանկացել են ու Facebook-ում համացանցում գրառումներ են անում, հուդան հեռացվեց, ասեմ ձեզ հետեւյալը. Դուք իհարկե բոլորս գիտենք ինչացու եք, բայց հատկապես падգամավորներին դիմեմ, քանի որ ես միշտ ասել եմ, որ թե ընդդիմադիր, թե իշխանական падգամավորները իմ падգամավորներն են։ Ընդդիմադիր падգամավորներ, անուն առ անուն բոլորից չթվարկեմ։ Ես ձեզ համար գաղտնիք ունեմ բացելու։ 1999 թվականից ց այսօր, 25 թվականի հոկտեմբերի 21-ը, Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցում 37 թիվն է։ Բռնաճնշումների, ճակատագրեր խեղելու, պղծելու, այլակարծությունն ու այլախոհությունը անարգելու, սահմանափակելու 37 թիվն է։ Պարզապես այնքան ժլատա կծիա Կտրիշ Ներսիսյանը, որ երևի թե չի ցանկանում ծախսանել ու իրեն չենթարկվողներին աքսորել Սիբիր։
Եթե նա չլիներ այդքան ժլատ, կարծում եմ շատ կուզեր, որ ակցովեր, կարգսովեր։ Ուստի խնդրում եւ պահանջում եմ սրա մասին բարձրաձայնեք ազգային ժողովի ամբիոնից։ Հայաստանի այդ առաքելական Սուրբ եկեղեցում 37 թիվն է, 37 չէ, կարող ենք ավելի ներքև իջնել։ Կարող ենք իջնել 15 թիվ, 22 թիվ։ Կարող ենք ավելի էլի ներքև իջնել։ Կարող ենք իջնել 18-րդ դար։ Լավ, հուսամ կարձագանքեք։ Իսկ ձեր բնորոշումները, թե ով է հուդա, ով չէ, խիստ 1000-րդական են, խիստ, անգամ մոտ չպիտի լինեն արդարացմանը։ Հասկացանք իրար։ Եվ իմ ասածը կոնկրետ փաստ է, ոչ թե կարծիք, ինչպես ձերն է։ Փաստ է, որը հաստատել է անձամբ Կտրիչ Ներսիսյանը իր հրապարակումներով։ Շնորհակալություն ժողովուրդ ջան եթերը դիտելու եւ տարածելու համար, պարզապես Տեր Արամի թեմայով կարճ եմ կապում, որովհետեւ վաղը Free News-ի եթերում մի փոքր ավելի լայն կոնտեքստով հանդես կգամ, որպեսզի անկրճատ չկրկնվեմ, ինքներդ էլ հասկանում եք, բայց խնդրում եմ հատկապես այս եթերի առաջին հատվածը դիտեք եւ տարածեք եւ շատ կխնդրեմ նրանք, ովքեր կարող են կտրել, մոնտաժել, այդ հատվածը առանցին տեղադրել, ապա կխնդրեմ, որ այդպես էլ անեք, նշելով ընկերատեսություններին, որոնց որ ես նշել եմ։ Շնորհակալ եմ, բարի գիշեր ձեզ, լավ մնացեք։